Ադրբեջանի բանտերում պահվող 23 հայ գերիների մասին տեղեկություններ ստանալը օրեցօր ավելի է դժվարանում։ Այս ամսվանից Ադրբեջանում դադարեցվեց Կարմիր խաչի գործունեությունը։ Այն միակ միջազգային անկախ կառույցն էր, որ կարողանում էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայերին, տեղեկանալ նրանց իրական վիճակի, առողջական խնդիրների մասին, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև հեռախոսային կամ տեսակապ ապահովել հարազատների հետ։ Վիգեն Էլուջեկչյանը այն 7 քաղաքացիական անձանցից մեկն է, որ արդեն 5 տարի Բաքվի բանտում է։ Նա 36 օր առաջ հացադուլ էր սկսել։ Էլուջեկչյանի փաստաբան Լուչինա Մինասյանը, որ բնակվում է Արգենտինայում, Փաստինֆոյի հետ զրույցում նշել էր, որ տեղեկություն չունի հացադուլը դադարեցնելու կամ շարունակելու մասին։ Կարծում ենք նա շարունակելու է հացադուլը անկախ հետևանքներից։ Նա այլևս չի կարողանում հաղթահարել բանտային պայմանները։ 46-ամյա Էլուջեկչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է։ Նրան առևանգել են ադրբեջանական զինվորականները 2020-ի նոյեմբերի 10-ին հրադադարի ստորագրումից մեկ օր անց։ Վիգենի կինը Լինդան ակտիվ հրապարակումներ է անում X-ում, ուղիներ փնտրելով ամուսնուն Բաքվի բանտից ազատելու համար։ Մեկ տարի առաջ նրան թույլ չէին տալիս ինձ հետ արաբերեն խոսել, բայց երբ ես սոցիալական ցանցերում բարձրաձայնեցի, որ հայերեն խոսել չեմ կարող, միայն երեխաներս են խոսում, բայց ես ոչ, ինձ պետք է որ նա հասկանա ինձ, իսկ նա էլ չէր հասկանում ինձ ու շատ էր զայրանում։ Հենց դրա համար էլ գնաց հացադուլի, եւ դրանից հետո թույլ տվեցին, որ միշտ արաբերեն խոսի ինձ հետ։ Լինդան այժմ ոչ մի տեղեկություն չունի ոչ Վիգենի վիճակի, ոչ էլ դատավարության ընթացքի մասին։ Ես գաղափար չունեմ, նա ողջ է հիմա, թե ոչ, լավ է, թե վատ։ Ես ամեն օր փորձում եմ գրել սոցիալական ցանցերում, տեսանյութեր հրապարակել, որ մարդիկ հիշեն, որ Վիգենը բանտում է։ Նրան օգնություն է պետք։ Բոլոր գերիներին է օգնություն պետք։ Նրանց բոլորին նույն ձևով են վերաբերվում, ոչ միայն Վիգենին։ Գերության 5 տարիների ընթացքում Էլուջեկչյանը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, պատմում է կինը։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, Էլուջեկչյանին զրկել են պատշաճ սննդից ու բժշկական օգնությունից։ Ես այս ամիս առաջին անգամ խոսեցի Վիգենի հետ։ Նա զանգեց ինձ։ Քանի որ Կարմիր խաչը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, մենք որևէ լուր չէինք ստանում գերիների մասին, բայց նրան թույլ տվեցին 2 անգամ զանգել ինձ։ Առաջին անգամ նրա վիճակը լավ չէր, ցավերի մեջ էր։ Երկրորդ անգամ արդեն 1 ամիս անց ես նորից լսեցի ամուսնուս ձայնը, բայց հազիվ էի ճանաչում։ Նրա ձայնը շատ թույլ էր, նա գրեթե չէր կարողանում խոսել։ Եվ երբ հարցրի ինչու է ձայնդ այդպիսին, ասաց, որ արդեն 20 օր է ինչ հացադուլի մեջ է։ Այս զանգը վերջինն էր, որ Լինդան ստացել է Վիգենից։ Բայց ես փորձեցի նրան հույս տալ, որ շուտով ազատ կարձակվի։ Իսկ ինքը կարծես հասկանում էր, չգիտեմ, բայց այնպես խոսեց, ասեց հրաժեշտ էր տալիս ինձ, իր ընկերներին, երեխաներին, ասես մահվան էր պատրաստվում։ Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով շինծու դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ այլք։ Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։